Այսօրվա մեր գլխավոր թեման հատկապես այն մարդկանց մասին է, ովքեր առանց ավելորդ աղմուկի եւ ցուցադրության ուղղակի գալիս եւ արուն են հանձնում ուրիշի կյանքը փրկելով։ Այսօր խոսելու ենք արյան դոնորության կարևորության մասին, խոսելու ենք դոնորության պակասի, հիմնական ցուցումների, ովքեր կարող են արյան դոնոր հանդիսանալ եւ իհարկե ինչպես է կատարվում ողջ գործընթացը։ Այսօրվա իմ հյուրն է Յոլյան արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանը։ Ողջույն, Բժիշկ Շամիլյան, ինչպես նշեցի, արյան դոնորությունը կարծես թե շատ կարևոր, այսօր մեր օրերում հատկապես կարևոր դեր ունի, թե հայրենասիրական, թե հոգեբանական, թե ֆիզիոլոգիական, շատ տարբեր տեսանկյուններից կարող եմ ինքս նշել, բայց շատ կարևոր է նաև ձեր մեկնաբանումը, ինչքանով է կարևոր արյան դոնոր լինելը։ Այո, շնորհակալություն հրավերի համար։ Իրականում շատ կարևոր է արյան դոնորությունը ցանկացած երկրի առողջապահական համակարգի համար, կարելի ասել դա հենասյուներից մեկն է, առանց որի շատ բժշկական միջամտություններ, բուժօգնություն գրեթե անհնար է դրական ավարտի հասցնել։ Ընդ որում դա անընդհատ գործընթաց է, ամեն օր, ամեն ժամ տեղի ունենում արյան փոխներարկում, նույնիսկ այս պահին, երբ մենք զրուցում ենք, մոտ 10-ից 20 մարդ այս պահին, եթե ոչ ավել, դա ամենամինիմալ թվերն եմ ասում, այս պահին ստանում են արյան փոխներարկում։ Այո, կարծես թե արյան դոնորությունը շատ կարևոր նաև հանրային առողջության համար։ Իհարկե, շատ հիվանդություններ, լայնածավալ վիրահատություններ, բարդացած ծննդաբերություն, արյան համակարգի հիվանդներ, որոնք մշտապես արյան կարիք ունեն։ Այսինքն դա գործընթաց է, դա process է, որ ամեն օր, ամեն ժամ կատարվում է եւ շատ կարեւոր է առողջապահական համակարգի համար, որ մշտապես արյան պաշարներ լինեն, որ հանկարծ ոչ մի հիվանդ չտուժի արյան բացակայության պատճառով։ Ստացվում է, որ այս ողջ գործընթացը առանց դոնորության, առանց արյան փոխներարկման, ինչպես դուք ասեցիք, հասցնել դրական ավարտի եւ հանգուցալուծման գրեթե անհնար է լինում։ Իհարկե։ Սկսենք նախ նրանից, ովքեր կարող են դոնորներ լինել, որովհետև կարծիքները մշտապես տարբեր են, մեկը ասում է, ես այս հիվանդությունն եմ, ինչ չէ կարելի, ես այս դեղորայքն եմ օգտագործում։ Երևի թե սկսենք ամենակարևոր այդ չափորոշիչներից ու ամենահիմնական չափորոշիչներից, որոնք դուք կնշեք, ովքեր կարող են արյան դոնոր լինել։ Ցանկացած առողջ մարդ, իհարկե ունենք որոշակի սահմանափակումներ, առաջինը դա տարիքն է, պետք է չափած լինեն 18 տարին լրացած, վերին սահման որպես այդպեսին չունենք, բայց օրինակ կադրային մշտական դոնորները մինչև 65 տարեկան հանձնում են, իսկ եթե առաջի անգամ են դիմել արյունատվության 60 տարեկանն է հիմնական, բայց դա տենց խիստ սահման չէ։ Մյուսը դա մարմնի զանգվածն է, կանանց համար 52 կիլոգրամ եւ ավել, տղամարդկանց համար 62 կիլոգրամ եւ ավել, դա կապված է արյան ծավալի հետ, դրանից ավելի քիչ զանգված ունեցողների արյան ծավալը բնականաբար քիչ է եւ այն 400-450 մլ իրենց համար արդեն զգալի է իրենց վնասի առումով։ Ընդհանուր արյան ծավալի մինչև 15% իրավունք ունենք վերցնելու, դա այն քանակն է, որ անվնաս է արյունատվության համար։ Մյուսը դա հեմոգլոբինի ցուցանիշն է, այստեղ նույնպես սեռային տարբերություն կա, կանանց համար 125 գրամ լիտր եւ բարձր, տղամարդկանց համար 135 գրամ լիտր։ Այնտեղ կան ճնշում, զարկերակի թիվը, կան նաև այլ հակացություններ, իհարկե այդ ամենը տեղի է ունենում դոնորության բույսզնումը իրականացնող բժշկի կողմից եւ եթե կան որևէ հակացություններ, որ արյան դոնորություն կարող է ինչ-որ ձև վնասել դոնորին, մենք մերժում ենք արյունատվությունը։ Եթե կարելի է մեկնաբանեք նաև այն մարդիկ, ովքեր ունեն օրինակ դաջվածքներ, կատարել են այս կամ այն ժամանակակից պրոցեդուրաներ, արդյոք այդտեղ որևէ սահմանափակում կա, որոնց մասին պետք է անհատը իմանա։ Այստեղ բոլոր սահմանափակումները գալիս են եզրահանգում են նույն մտքին, որ բժշկական գործիքային միջամտություն կամ ասեղի միջոցով կարող է վարակ փոխանցվել։ Խնդիրը դրանում է։ Դաջվածքների մասին շատ միֆեր կան, որ եթե դաջվածք արել ընդհանրապես չի կարող դոնոր դառնալ, ոչ, խոսքը գնում է նորից այդ վարակի փոխանցման մասին։ Եթե ռիսկային, եթե դաջվածքը ստացել է լիցենզավորված կենտրոնում միանվագ օգտագործման ասեղներով, այստեղ ընդհանրապես հակացություն չկա, բայց օրինակ եթե դաջվածքը ստացել է բանակում կամ բերդում, որտեղ մի
նույն ասեղով հնարավոր է, այս դեպքում ժամանակավոր հակացություն, ոչ թե մշտական, այլ ժամանակավոր 6 ամիս, սա նրա հետ է կապված, որ դա է այն ժամանակը, որ տեստերը կարող են հայտնաբերել վարակյալ վիրուսը։ Արդյոք կան համոզմունքներ, որոնք եւս կուզենայիք հնչեցնել եւ իհարկե շատ կարեւոր է, շատերին մտահոգում է դոնոր լինելը, արդեն իսկ վախեցնում է։ Հետաքրքիր է իմանալ նախ այլ համոզմունքներ կան թե ոչ եւ ինչն է պատճառը դոնորության չգալու, ինչը կարող է մտավախություն առաջացնել։ Մեզ բազմաթիվ անգամ հարցնում են, ասում են, դա ճիշտ է, որ եթե մեկ անգամ արյուն հանձնենք, արդեն միշտ պետք է արյուն հանձնենք։ Ես չգիտեմ, այս որտեղից է տարածվել։ Պիտի դատարկվի արյուն, այսպես են ասում։ Այսինքն իրաց թվում է, թե ինչ որ ֆիզիոլոգիական խթան է գնալու, օրգանիզմը սկսելու անդադար արյուն արտադրել, ոչ, օրգանիզմը արտադրում է այնքան, ինչքան պետք է։ Այդ process-ը կարգավորվում է եւ եթե տենց լիներ, հիմա եթե մեծամասնություն գոնե մի անգամ արյուն է հանձնել կամ ինչ-ինչ պայմաններում արյուն է գործել, հիմա այդ բոլորը պետքա մեզ մոտ հերթի կանգնած լինեն, չէ, այտենց բան չկա։ Ես ինքս շատ մի քանի անգամ արյուն եմ տվել եւ ընդհանրապես այտենց բան չկա, որ անընդհատ օրգանիզմը կամ որ զգացնել տա կամ ինչ որ վախտանշաններ դիտվեն, որ պարտադիր պետք է գնալ եւ կրկին արյուն հանձնել։ Օրգանիզմը անընդհատ արյունը թարմացնում է, այդ արյունը կազմված է ձևավոր տարրերից եւ հեղուկից։ Ձևավոր տարրերը ունեն կյանքի տևողություն, այսինքն որ ժամանակ հետո դրանք քայքայվում են, տեղը նորն է արտադրվում։ Իսկ հեղուկը անընդհատ ֆիլտրվում է ու օրական մենք շուրջ 2 լիտր հեղուկ ենք օգտագործում եւ այդքան դուրս է գալիս։ Այսինքն արյունը ինքը անընդհատ թարմանում է, այդ process-ը անընդհատ է։ Եվ չկա տենց կարծիք, որ արյունը դա ինչ որ մնայուն մշտական զանգված է եւ եթե այն ինչ որ մի մասը գործրեցիր, օրգանիզմը սկսելու անդադար արյուն արտադրել։ Այսինքն մի վախեցեք արյունատվությունից, ոչ մի վտանգավոր բան չկա եւ այն քանակը, որը որ մենք վերցնում ենք, դա օրգանիզմի համար բացարձակ անվնաս է։ Այո։ Կասեք, խնդրեմ, ինչքան արյուն է միանվագ վերցվում, դուք կարծես թե որոշակի միլիլիտրեր նշեցիք, եւ արդյոք կարելի ասել, որ որոշակի ֆիզիոլոգիական կամ միգուցե հոգեբանական, նույնիսկ դրական արդյունք կարող է լինել դոնոր հանդիսացող կողմի համար։ Այո, վերցնում ենք 400-450 միլիլիտր արյուն, դա այն քանակն է, որ օրգանիզմի համար աննկատ է մնում եւ օրգանիզմում գոյություն ունի շրջանառող արյուն եւ պահեստավորված։ Այդ շրջանառող արյան ծավալը պակասելու ժամանակ պահեստավորված արյունը շատ արագ մոտ 15-30 րոպեվա ընթացքում մտնում է շրջանառություն եւ օրգանիզմը ոչ մի օրգան արյան պակասը չի զգում։ Իսկ պահեստավորված արյունը ինքը արդեն աստիճանաբար մոտարպես 40-45 օրվա ընթացքում վերականգնվում է։ Հոգեբանական առումով այն գաղափար այն գիտակցությունը, որ դու կյանք ես փրկում, դրանից ավելի լավ բան չկա։ Մյուս կողմից քո արյունը հետազոտվում է շատ վտանգավոր վարակիչ ինֆեկցիաների նկատմամբ, որոնք շատ մարդկանց մոտ նույնիսկ կարող է աննկատ մնան մի որոշ ժամանակ, որտեղ իրանք երկարատև գաղտնի ընթացող ինֆեկցիաներ են եւ երբեմն լինում է, որ իրանք ոչ մի կլինիկական նշան չունենում, բայց մեզ մոտ հայտնաբերվում է եւ ինչպես ցանկացած հիվանդություն, եթե շուտ է հայտնաբերում, բուժումն էլ ավելի արդյունավետ է։ Այո։ Կան նաեւ էլի դրական կողմեր, սիրտանոթային համակարգի համար միկրո շրջանառությունն է բարելավում, արյունը որոշ չափով այդ կորցրած հանձնած արյան դիմաց սկզբի շրջանում հեղուկ է կոմպենսացվում, արյունը մի քիչ չդիկանում է եւ հանձնանոթային շրջանառությունը ավելի բարելավում է։ Որոշ քանակի եթե իրենց մոտ կա բարձր խոլեստերինի մակարդակ կամ տրիգլիցերիդների կամ լիպոպրոտեինների, որոշ չափով դրանք նվազում են, որը նույնպես դրական էֆեկտ է թողում։ Իհարկե շատ պաթոլոգիաների դեպքում մենք այդ արյունը չենք կարող ներարկել, դրա համար դոնորը պետք է ինքը ի սկզբանե առողջ լինի, որպեսզի իր արյունը ներարկենք հիվանդին։
Շատ հայրենակիցներ վստահ քաջ տեղյակ են ինչպես է գործընթացը ընթանում, երկու հարց կա, որ շատերին հետաքրքրում է, ինչպես է այդ գործընթացը ընթանում, ինչից է կախված, ինչից պետք է մարդ սկսի, օրինակ մենք ունենանք այսօր հուսամ հաղորդումից հետո շատ կամավորներ, ովքեր ցանկություն կունենան արյան դոնոր հանդիսանալ, ինչպես է այդ գործընթացը եւ իհարկե ինչպես է պահվում անվտանգությունը վերցված արյան նմուշի։ Արյունատվության պետք է ներկայանալ հանգիստ վիճակում, այսինքն գիշերը նորմալ քնած, հոգնած չլինեն, այսինքն դա կարևոր պայման է։ Իհարկե հերթապահությունից, գիշերային հերթապահությունից հետո ցանկալի չի գալ արյունատվության։ Ցանկալի է բավարար քնից հետո, 6-ից 8 ժամ։ Այո, նորմալ ինքնազգացողությամբ։ Սնունդը օգտագործելը կարևոր է, բայց մեր հասարակությունը երբեմն չի հասկանում, թե ինչ ճիշտ սնունդը որն է։ Ցանկալի է սնված գալ, բայց ոչ ճարպոտ յուղոտ սնունդ, որովհետև այդ յուղը ինքը շատ արագ անցնում է արյանի մեջ, արյունը դառնում է յուղային, այսպես կոչված խիլուսային արյուն, եւ այդ արյունը փոխներարկման համար պիտանի չէ։ Այսինքն ցանկալի չէ արյունատվության գալ օգտագործելով յուղային բաներ, ձուկ, յուղոտ միս, կատնամթերք, նման բաներ պետք չի, բայց ցանկալի է, որպեսզի փոքր չափաբաժնով միշտ բանջարեղեն աղցան անոթի չգան ամեն դեպքում իհարկե թխվածքներ փոքր առանց կարագի առանց կրեմի բայց ոչ շատ յուղային սուրճ թեյ կարող են օգտագործել ցանկալի է այդպես ներկայանան մեկ օր առաջ ալկոհոլ օգտագործած չլինեն եւ 5 օրվա ընթացքում դեղորայք, բայց ոչ թե օգտագործած չլինեն, այլ նշեն ինչ դեղորայք են օգտագործել, ինչի համար եւ ըստ այդմ բույզնություն անցկացնող բժիշկը կարող է ճիշտ կողմնորոշվել արդյոք իրանք այդ օրը կարող են հանձնել թե որոշակի ժամանակ հետո լրացնում են հարցաթերթիկ, անցնում են բույզնություն եւ եթե ամեն ինչ նորմալ է, արդեն արյունը վերցվում է։ Ինչքան է տևում այս գործընթացը, օրինակ երբ լրացրեց, հետազոտությունները անցավ, երբ է պատասխանը հայտնի դառնում եւ կրկին փաստորեն գալիս է դոնորը։ Մոտավորապես 40 րոպեից 1 ժամ։ 40 րոպեից 1 ժամ, դրանք օրեր չեն, այսինքն մեկ օրվա ընթացքում այսօր։ Նույն օրը պետք է այդ ամեն ինչը կատարվի, այո։ Ահա, շատ կարևոր է, այո։ Անալիզը, երբ որ արյունը հետազոտում ենք եւ վերցնում ենք, դա պետք է նույն օրը լինի, որովհետեւ տրամաբանական է, այո, եթե վերցնենք, հետո արդեն արյան նմուշը անցնում է որոշակի հետազոտություններ, դրանք արյան միջոցով փոխանցվող վարակների մասին է խոսքը, վտանգավոր վարակների եւ նաեւ մեր երկրում ակտուալ։ Ստուգում ենք դոնորական արյունը միավարակի դեմ, հեպատիտ B, C, սիֆիլիս, բրուցելոզ, երկու եղանակով այս ամենը, բացի սիֆիլիսից, բրուցելոզից, հեպատիտ B-ն, C-ն եւ միավարակը ստուգում ենք եւ հակամարմին հակածին, ինչպես նաեւ DNT-ի կամ RNT-ի մոլեկուլն ենք հայտնաբերում PCR մեթոդով, որը ավելի անվտանգ է դարձնում արյան փոխներարկումը։ Որից հետո կատարվում է արդեն վերջնական պահեստավորում։ Այո, արյունը ինքը ամբողջական արյունը ինքը այդպես չի պահվում, ամեն բաղադրամաս ունի իր պահպանման ջերմաստիճանը, ժամկետը, արյունը ցենտրիֆուգվում է, բաժանվում է 3 բաղադրամասերի՝ էրիթրոցիտային զանգված, տրոմբոցիտային զանգված եւ պլազմա։ Ամեն բաղադրամաս պահվում է իր ջերմաստիճանի ռեժիմը։ Արդյոք կա ինֆորմացիա, որի մասին պետք է դոնորը եւս տեղյակ լինի արյուն հանձնելուց հետո, ինչ զգացողություններ կարող են լինել, որոնց մասին ինքը իրազեկվում է նախապես։ Այդ օրը ինքը պետք է ֆիզիկական աշխատանք ծանր չանի, շատ ոտքի վրա չմնա, արևի տակ չմնա, այսինքն այն բոլոր բաները, որոնք որ կարող են հանկարծակի ճնշման անկում առաջացնել։ Պարտադիր չի, որ դա միշտ լինի։ Հաջորդ օրը ինքը արդեն լիովին կարող է գնալ աշխատանքից, զբաղվել սպորտով, մեքենա վարել, ոչ մի խնդիր չի։ Եվ ի դեպ նույն մարդը ինչքան կարող է հաճախ լինել դոնոր։ Նվազագույն ժամկետը 2 ամիսն է։ Տղամարդիկ տարեկան կարող են 5 անգամ հանձնել, կանայք 4 անգամ։ Արդյոք համաճարակները, այս սեզոնային վիրուսները, ինչու ոչ COVID-ը, ինչ որ կերպ ազդեցին նաև դոնորության եւ առհասարակ արյան պահեստավորման վրա։ COVID-ը իրոք ազդեց, առաջացան սահմանափակումներ մարդկանց տեղաշարժման, տրանսպորտը դադարեց, շատ դժվար է դոնորներին կանչել արյունատվության,
ինչպես նաև մեծ քանակ կար նաև դրական տեստի դոնորների մեջ։ Երկրորդ, այսպես ասած, խոչընդոտը եղավ մեր անձնակազմի հետ կապված, որ շաբաթը մեկ մեզ էին տեստավորում, անկախ նրանից առողջ չէինք, ոչ մի գանգատ չունեինք, բայց տեստը դրական էր տալիս եւ այդ աշխատողները մեկուսացվում էին, այսինքն երկրորդ խնդիրը աշխատուժի նվազումն էր, երրորդ խնդիրը առաջացավ, երբ մեր մոտի այդ պարագաները օգտագործման սպառվեցին եւ ներկրումը երկիր շատ էր դժվարացել, տրանսպորտ ավիափոխադրումները չէր աշխատում, բայց միաժամանակ հիվանդները կային, չէին պակասում, արյան կարիքը կար, ասեմ ավելին, որ կովիդով հիվանդներն են նույնիսկ սկսվեց արյուն փոխներարկվել, նրանց մոտ զարգանում էր անեմիա, դժվար էր իհարկե այդ շրջանը, մեզ մոտ կտրուկ հատկապես առաջի 2 ամիսը մարտ, ապրիլ նվազեց, դոնորությունը կարելի ասել 30%-ով, բայց հետո աստիճանաբար կարողացանք հաղթահարել դուրս գալ այդ։ Եվ ամփոփելով թեման, իհարկե խնդրում եմ ասեք նաև ինչ վիճակում ենք մենք այսօր, արդյոք ունենք բավարար արյան պաշարներ եւ իհարկե ինչ կոչ ունենք մեր հեռուստադիտողներին։ Այո, պաշարները ունենք այսօր, բայց եթե այսօր մենք ունենք բավարար քանակի պաշար, դա չի նշանակում, որ վաղը նույնպես այդ պաշարը կլինի, եթե անընդհատ չհամալրվի, որովհետև օրինակ մենք գնում ենք կատարում ենք ինչ-որ ակցիա արունատվության մոտ 50-60 պարկար ունենք վերցնում, բայց դա ընդհանրապես այդ մեկ օրվա քանակն է, հաջորդ օրը եթե մենք այս ամեն շարունակական չանենք, մենք պաշար չենք կարող ունենալ։ Մեր այս իրազեկման արշավների ընթացքում մենք տեսնում ենք, որ մեր բնակչությունը պատրաստակամ է արյուն հանձնելու, բայց շատերը սպասում են, ինչ որ բանի չեն հանձնում, սպասում են, որ այդպիսի միջոցառում լինի, արտակարգ դեպք լինի, անմիջական կոչ լինի, նոր գան հանձնեն։ Իհարկե նման դեպքում շատ դժվար է մշտապես ունենալ արյան պաշարներ, դրա համար կոչով դիմում են բոլորին չսպասեն այդպիսի ակցիաների, այլ երբ հարմար է տարվա մեջ 1-2 անգամ որ գան հանձնեն, գիտակցելով, որ եթե այսօր իրանք փրկեցին ինչ-որ մեկի կյանքը, վաղը մյուսօր կարող է ինչ-որ մեկ ուրիշի արյունը փրկել իրենց կամ իրենց հարազատի կյանքը։ Համաձայն եմ, շատ ոգեշնչող է եւ իհարկե ես անձամբ ընդունում եմ այս կոչը, որովհետեւ ինքս ցանկություն ունեցա անպայման այցելելու եւ որպես դոնոր եւս հանդիսանալ։ Շնորհակալ եմ ձեզ այս հետաքրքիր եւ կարեւոր գործունեության համար եւ մեր հետաքրքիր զրույցի համար։ Իսկ ես հիշեցնեմ, որ այսօրվա իմ հյուրն էր Յոլիան արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանը, ում հետ մենք խոսեցինք արյան դոնոր հանդիսանալու կարևորության մասին։